17 տարեկաններին վերաբերող, որ գումար են վճարում եւ հետ են գալիս տարբեր չափերով 3, հա, ոնց որ շփ կար, այդ նախագծի շրջանակում օրենքի ընդունումից հետո քանի քաղաքացի է հետ վերադարձել Հայաստան եւ բյուջե որքան գումար է մուտք գործել։ Շնորհակալ եմ, ինչպես արդեն գիտեք 2024 թվականի փետրվարին ուժի մեջ մտավ իմ կողմից հեղինակած օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, ծառայել 2 տարի ժամկետով եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, բայց քանի որ բազմաթիվ հարցեր էր առաջանում եւ շատ քաղաքացիներ ասում են, որ մենք արդեն գտնվում ենք մեծ տարիքում եւ ունենք ընտանիք, ունենք բիզնես, ունենք ծնողներ, ովքեր մեր խնամակալության տակ ենք եւ մենք չենք կարող գալ եւ 2 տարի ժամկետով ծառայել։ Դրա համար 5 տարբեր եղանակներ եմ ես առաջարկել եւ այժմ այդ օրենքը գործում է։ Առաջինը այդ տարբերակները, երբ մեր քաղաքացիները կվերադառնան եւ ունենք քաղաքացիով վերադարձել է, 2 տարի ժամկետով ծառայել է եւ ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, եթե այս օրենքը չլիներ, նա մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող ծառայել եւ պետք է մենակ դատապարտվել 3-ից 5 տարվա ազատազրկման, ինչը մեր պետության շահերից չի բխում։ Այսինքն, մենք այդ քաղաքացուն տանելու ենք, կալանավորելու ենք ու 5 տարի իր վրա գումար ենք ծախսելու, նաեւ իր կյանքներ խեղդվելու եւ իր ընտանիքի։ Այս դեպքում մենք նրան հնարավորություն ենք տվել գալ ծառայել եւ ազատվել պատասխանատվությունից, այսպեսով իր պարտքը տալ։ Նաեւ սահմանվել է վճարներ, որ քաղաքացիները կարող են վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից չծառայելով, նրանք պետք է վճարեին 15 միլիոն դրամ։ Եվ ես հարցում եմ արել եւ 8 ամսվա ընթացքում մինչեւ 2024 թվականի փետրվարից 2024 թվականի հոկտեմբեր ամիսների ընթացքում 51 քաղաքացի օգտվել է այս կետից, վճարել է 15 միլիոն դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից 765 միլիոն դրամի մասին է խոսքը։ Եվս մի կետ ենք ունեցել, որ քաղաքացիները կարողացել են վճարել 8 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ 12 քաղաքացի է օգտվել այս կետից, ընդհանուր առմամբ մոտ 100 միլիոն դրամ է հավաքվել։ Մեկ քաղաքացի վճարել է 2.5 միլիոն դրամ եւ ծառայել է 1 տարի ժամկետով, նման կետ նույնպես ունեցել ենք։ Եվ նաեւ այլ փոփոխություն է ես նախատեսել, տեսեք մենք մեր օրենքը ոնց էր կարգավորվում։ Ազգությամբ հայերը, ովքեր որ 27 տարի լեռնանալուց հետո դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ ծառայում են, ոչ որևէ գումար են վճարում, եւ սա ոչ հավասար պայմաններ է ստեղծում Հայաստանում ծնված ազգությամբ հայերի եւ դրսում ծնված ազգությամբ հայերի միջեւ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Վրաստանում կամ այլ երկրներում, օրինակ Լիբանանում ծնված հայերը եւ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, նրանք մինչեւ 27 տարի լեռնանալ չէին ստանում Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի չծառայեն։ Եվ 27 տարի լեռնանալուց հետո դառնում են եւ որևէ գումար չեն վճարում եւ ոչ էլ ծառայում են եւ փաստացի Հայաստանում ծնված քաղաքացիներ, ովքեր գնացել 2 տարի ծառայել են, իրենց հետ ունենում են նույն հավասար իրավունքները, ինչ ունեն մեր քաղաքացիները, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում։ Եվ ես փոփոխություն եմ կատարել եւ պարտադիր պահանջ եմ դրել, որ 27 տարի լեռնանալուց հետո Հայաստանի քաղաքացիություն ստացող անձինք պետք է կամ մի տարի ծառայեն կամ վճարեն 2.5 միլիոն դրամ եւ եւս 10 քաղաքացի, այսինքն ընդհանուր 25 միլիոն դրամ վճարել են եւ դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության բանակում չծառայելով։ Այսինքն մենք այս իմաստով որևէ օգուտ, այսինքն նրանք չեն ծառայել եւս, բայց գումար վճարելով ծառայել են երկրի պաշտպանությանը։ Քանի որ բոլորս գիտենք, որ ծառայությունը միայն ֆիզիկական ծառայությունով չէ եւ պաշտպանությանը ծառայելը միայն բանակում ծառայելով չէ, նաեւ մեր համալության մեջ է ֆիքսված, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է մասնակցի երկրի պաշտպանությանը։ Իսկ համալության մեջ նաեւ հռում է արվում, որ իրավական ակտերով պիտի սահմանվի, բայց եւս մեկ անգամ նշեմ, համալության ասում է, որ բոլորը պետք է մասնակցեն երկրի պաշտպանությանը, այդ թվում նաեւ կանայք, այդ թվում նաեւ այն անձինք, ովքեր ծառայության ենթակա չեն ֆիզիկական առումով, նրանք էլ այլ ձև են մասնակցում, օրինակ կանայք մասնակցում են երկրի պաշտպանությանը, օրինակ զավակներ ունենալով, տղաներին դաստիարակելով, մեծացնելով, այն քաղաքացիները, ովքեր որ չեն կարողանում ֆիզիկապես ծառայել, ունեն առողջական խնդիրներ կամ ընտանեկան դրությունից ելնելով, նրանք էլ հարկեր վճարելու տեսքով կամ այլ վճարներով են մասնակցում երկրի պաշտպանությանը։ Այն մոտ 60 հոգու հա մասին 64 հոգի։ Արդյոք դա գոհացնող թիվ է եւ այդ վճարներից էլ շատ բողոքներ կան, որ չեն կարողանում իրենք վճարել։ Տեսեք, շատ բողոքներ կան, որ քաղաքացիները ասում են, որ գումարները բարձր են։ Դրա համար սահմանված է 5 տարբեր գումարներ եւ 1 անվճար տարբերակ։
վերային քաղաքացիներով ասում են գումարը բարձր, նրանց համար կա 5-րդ տարբերակը, կարող են գալ ծառայել ոնց ինչպես մեր մյուս քաղաքացիները եւ որևէ գումար չվճարել։ Այսինքն այս քայլով մենք այդ դաշտը ընդհանրապես փակում ենք։ Կամ կարող են վճարել ընդամենը 2.5 միլիոն դրամ եւ ծառայել 1 տարի ժամկետով։ Ունեն քաղաքացի, ով օգտվել է այս կետից, մեծ գումար չի ունեցել, որ ընդհանրապես չծառայի, ծառայել է 1 տարի ժամկետով, քրեական հետախուզումը դադարել է, նա ստացել է զինգրքույկ եւ ինտեգրվել է մեր կյանքին, կալանավորվելու եւ 5 տարի կալանավայրում պատիժ կրելու փոխարեն, ինչը կարծում եմ, որ լավ հնարավորություն է մեր քաղաքացիների համար։ Այս արդյունքը գոհացուցիչ է ձեր համար, որովհետեւ երբ օրենքը ընդունվում էր, ոնց որ ակնկալիքները շատ ավելի մեծ են եւ մենք մտածում ենք, որ հազարավոր քաղաքացիներ կվերադառնան, կմուծեն, կգան հայրենիք, բայց 64 թիվը արդյոք գոհացուցիչ 2021 թվականին մենք արել ենք համաներում եւ մեր այն քաղաքացիները, ովքեր որ մինչև տարեվերջ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն, նրանք ովքեր եղել են հետախուզման մեջ, նրանց բոլորի քրեական գործերը կարճվել է, այսինքն 0 դրամ վճարելով նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից, թվով 1360 քաղաքացի է օգտվել համաներումից։ Այսինքն այն հիմնական մեր քաղաքացիներ, ովքեր տարիներով հետախուզման մեջ են եղել, չեն վերադարձել, նրանց մեծ մասը օգտվել է համաներումից, դրա համար այս թիվը ավելի քիչ է դեռ քիչ թվով քաղաքացիներ մնացել։ Հիմա այս օրենքը հիմնականում շահառուները անձինք են, ովքեր համաներման պահին 27 տարին լրացած չի եղել։ Այսինքն 26.5 տարեկան է եղել կամ 27 տարեկան 26 տարեկան 11 ամսեկան է եղել համաներման ընդունման պահին ու համաներումը իր վրա չի տարածվել ու շատ անարդարացիր է մեր այս քաղաքացիների համար, որ նրանք ասում են մենք մի ամիս կամ 2 ամիս կամ 5 ամիս ուշ է մեր 27-ը լրացել, մենք համաներման տակ չենք ընկել ու ստիպված ենք մեծ գումարներ վճարել, բայց գոնե այս հնարավորությունը էլի իրենց համար եղել է հնարավորություն, որ իրենք կարողացան վճարել քրեական պատասխանատվության փոխարեն։ Պարոն Սարգսյան, մեկ կարևոր բան եմ ուզում ասեմ, որ այնպես չի, որ մեր քաղաքացիներ, ովքեր որ հետախուզման մեջ են եղել, պետությունը կարողացել է նրանց հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել, որտեղ տարիներ կան, երբ մենք ունեցել ենք 10,000-ից ավել հետախուզվողներ, բայց որևէ դատվող անձ զորակոչին չներկայանալու համար չի եղել, այսինքն ես մեր գործընկերների հետևյալն էի ասում, որ ինձ ասում են չէ, չենք համաձայն, չենք քո հետ, որ գան գումար վճարեն եւ այլն, թող գան բոլորը ծառայեն, ես փաստերով ասում էի հետևյալը, տեսեք, որ նրանք չեն վերադառնում, որտեղ ամեն զորակոչին կամ 1-2 հոգի լիներ, որ ինքնական այնտեղ ինքնական չհայտնաբերվածներ, որ գալիս էին ծառայության, մնացածը չէին ներկայանում ու ոչ էլ դատապարտվում են ազատազրկման, այսինքն տարի ունենք 0 քաղաքացիա դատապարտվել խուսափելու համար ու այս փոփոխության արդյունքում մենք ունենում ենք քաղաքացիներ, ովքեր վերադառնում են իրենց կյանքը կազմակերպում մեր հայրենիքում։ Սարգսյան, Լեհաստանում տարբեր երկրներում բնակվող քաղաքացիներից նամակներ եմ ստանում ու խնդրում են ձեզ անձամբ հարցնել, օրինակ մի կին ասում է, որ տղայի 27 տարին լրացել է, բայց ոչ մի կերպ չի կարողանում Հայաստան գալ զինապարտության օրենքի պատճառով, հարցնում են 12,000 այն տղաները, որոնց 27-ը լրացել է, այդ օրենքի պատճառով ինչի՞ թույլ չեք տալիս գալ հայրենիք, ինչ եք պատրաստվում անել նրանց եւս վերադարձնելու ուղղությամբ։ Շատ լավ, ասեմ, որ ի սկզբանե իմ օրենքը ձևակերպված էր այնպես, որ ում 27 տարին լրանար, բոլորը կարողանալու են դառնալ օրենքի շահառու եւ օգտվել օրենքից։ Սակայն Պաշտպանության նախարարությունը դեմ էր այս կետին եւ կոնսենսուսային լուծման եկանք վերջի պահին այդ կետը հանվեց եւ օրենքը տարածվեց օրենքի ընդունման պահին 27 տարին լրացածների վրա։ Ձեր նշած տիկնոջ զավակը ծնվել 27 տարին լրացել է օրենքի ընդունումից հետո։ Ես ինձ էլ են գրում շատ քաղաքացիներ, նաեւ ծնողներ, նաեւ հենց իրենք զինապարտ քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել օրենքից, պետք է ուղղակի օրենքի մեջ փոփոխություն կատարվի եւ օրենքից կարող են օգտվել 27 տարին օրենքի ընդունման պահին 27 տարին լրացած բարերը պետք է հանվի եւ բոլոր նրանք, ովքեր 27 տարին լրացել է, կարողանան օգտվել։ Սրա բացասական կողմը հիմա Պաշտպանության նախարարությունը ինչ ասում, որ սա կդառնա բաց ճանապարհ, որ մեր քաղաքացիները այսօր 18 տարեկանում դուրս կգան երկրից, կսպասեն, կիմանան, որ նման օրենք կա, 9 տարի կապրեն արտասահմանում, կվերադառնան, կվճարեն գումարը եւ կազատվեն պատասխանատվությունից։ Սրա համար մենք գնում ենք համալիր լուծման ճանապարհով եւ այժմ վարչապետի հանձնարարականով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը այս եւ մի քանի այլ հարցեր է քննարկում, առաջիկայում ընդհանրական լուծման գալու դեպքում մենք դրա մասին կհրապարակենք ու հույսով եմ, որ կլուծվի եւ այս մեր քաղաքացիների հարցը եւ բոլոր այլ մեր քաղաքացիների հարցը, ովքեր այսօր զանազան ճանապարհներով փորձում են խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։